Պարոն Դանիելյան, հայտնի է Հայաստան դաշինքի լավագույն երեսնյակը։ Ես նախ կխնդրեմ նշեք, թե այս պահին ինչ գործընթացի մեջ եք, ինչ աշխատանքներ եք իրականացնում եւ թե լավագույն երեսնյակը ինչպես ընտրեցիք, ինչ սկզբունքով, ինչ մեխանիզմներով, խնդրեմ։ Բայց ձևակերպման հետ համաձայն չեմ լավագույն երեսնյակի հետ կապված 40-րդ տեղում էլ լավագույնը 50-ն էլ 100 որևէ մի նշանակություն չունի, որևէ նշանակություն չունի, դա մեր ուժի ցանկացած ներկայացուցիչ, ոչ թե ցուցակում ինչ-որ տեղ զբաղեցնելու համար, այլ գաղափարի ու նպատակի համար է եւ այս առումով ես համոզված եմ, որ մեր ուժը հենց այն ուժն է, որ հենց նվիրյալ գաղափարներով մարդկանց հավաքատեղի, այսպես ասած, եւ ես համոզված եմ, որ անկախ մարդկանց թվից թե որ ցուցակի որ համարում են, մարդիկ իրենց նվիրումով, իրենց ճանասիրությամբ, իրենց սկզբունքներով եւ իրենց նպատակներով կհասնեն նրան, որ մենք լավագույն արդյունքը ունենանք ընտրական պրոցեսների ընթացքում։ Եվ հիմա ինչ աշխատանքային փուլում եք, մարդկանց հետ շփվելով, ինչ կարծիք եք դուք ստանում, ինչ տպավորություն եք ստանում, որովհետև իշխանությունը պնդում է, որ կոնկրետ Հայաստան դաշինքը պայքարում է խորհրդարան մտնելու համար, խորհրդարան մտնելու պայքար է տանում եւ որ Հայաստան դաշինքի շանսերը քիչ են։ Դուք ինչպես կգնահատեք ձեր շանսերը, ձեր հնարավորությունները։ Նախ շփումների հետ կապված ոչ թե էլեկտորալ պրոցեսների ընթացքում շփումը լինի ժողովրդի մեր հայրենակիցների հետ, այլ ամբողջ ընթացքում այդ շփումների պակասը գոնե թե մեր ուժը չի ունեցել, որովհետև մենք պարբերաբար հանդիպել ենք եւ ոլորտային խմբերի հետ եւ մարզային այցելություններ ենք ունեցել, գրեթե այդպիսի շաբաթ չի եղել, որ մենք չկոմունիկացվենք մեր հայրենակիցների հետ, չլսենք իրենց խնդիրները, չզբաղվենք իրենց խնդիրներով, իրենց դիմումներով եւ դրա օրինակներից մեկն էլ այսօր այն խնդիրը, որ բարձրացրի, հենց այդ շփումների արդյունքում է, որ նաեւ այդ խնդիրները վեր ենք անում, նաեւ լուծումներ ենք առաջարկում, անկախ ամեն ինչից, նաեւ ոչ միայն քննադատությամբ ենք զբաղվում, այլ նաեւ լուծումներ ենք առաջարկում, շատ ժամանակ իշխանությունները մեր առաջարկներին ականջալուր չեն լինում, բայց ամենայն դեպս դա չի խանգարում, որպեսզի մենք դա բարձրաձայնենք, ասենք նաեւ լուծումներ առաջարկենք։ Ինչ վերաբերում է ձեր մյուս հարցին, խորհրդարան մտնել չմտնելու հետ կապված, տեսեք, մեծամտությունը, մեծախոսությունը, պրոտախոսությունը դա մեր դաշինքի ներկայացուցիչներին բնորոշ գիծ չէ։ Մենք այդ առումով միգուցե անհամեստ հնչի, բայց չենք սիրում, այսպես ասած, մեծախոսությամբ եւ մեծամտությամբ զբաղվել, դա մեր օրակարգի մասը չէ։ Մենք գիտենք, որ մենք ծանրակշիռ ներկայացում ենք ունենալու խորհրդարանում, դա ոչ թե նրանից է, որ մենք այդպես ենք ուզում, բայց իրականությունը այլ է, իրականությունն էլ գետնի վրա, մենք այդ աջակցությունը ժողովրդի զգում ենք մեր հանդիպումների ընթացքում, մեր շփումների ընթացքում, մենք տեսնում ենք, որ շատ պատկառելի մի խումբ ժողովրդի մեր հայրենակիցների իրենց ապագան կապում է հենց Հայաստան դաշինքի հետ, հենց մեր ուժի հետ, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ հույսերն ու ակնկալիքները արդարացնենք։ Ինչ կլինի ընտրությունների հաջորդ օրը, դա որոշում է մեր ժողովուրդը, մեր հայրենակիցները, բայց ես կարծում եմ, որ այն խոսակցությունները, որ պարբերաբար շրջանառության մեջ են դրում կոնկրետ իշխանական շրջանակների կողմից եւ որոշ ընդդիմադիր շրջանակների կողմից, որ մենք անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր ունենք, ես ուզում եմ հավաստիացնել ձեզ, որ նման հարց ընդհանրապես մեր օրակարգում գոյություն չունի։ Մենք գնում ենք առավելագույնս քվե ստանալու, չեմ էլ ասի, որ այս պահի դրությամբ մենք Հայաստան դաշինք ունի 50+1
քվե, բայց մենք ամեն ինչ անում ենք, որ առավելագույն ձայները ստանանք եւ այդ ուղղությամբ բավականին լուրջ եւ հետեւողական աշխատանքներ ենք տանում։ Իսկ այս պահին ունեք պատկեր, որ սանդղակի վրա եք դուք գտնվում, Հայաստան դաշինքը որ սանդղակի վրա եք գտնվում, առաջատարը երկրորդ հորիզոնականում է, երրորդում, չորրորդում։ Ճիշտ ասած, հիմա այդպիսի գնահատականներ տալը ոչ պատեհ եմ համարում, ցույց կտա ժամանակը, ես նորից եմ կրկնում, որ մենք ծանրակշիռ ներկայություն ունենալու ենք խորհրդարանում, դա մեր քվեները կախված են նաև մեր աշխատանքից, մեր ծրագրերի ներկայացնելուց եւ մեր ժողովրդի հետ այդ աշխատանքները տանելուց եւ ես ամեն օր ես տեսնում եմ օրեցօր աճող մեր համակիրների եւ մեզ քվե տվողների մարդկանց այսպես հոց խմբերը եւ այդ առումով կարծում եմ աշխատելու դեռ շատ տեղ կա եւ պետք է քրտնաջան աշխատել, օր ու գիշեր աշխատել եւ արդյունքը կարծում եմ որ գոհացուցիչ է լինելու։ Պարոն Դանիելյան, եւ վերջում նաեւ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը կցանկանամ անդրադառնալ, նա նշում է, որ եթե ինքը Նիկոլ Փաշինյանը սահմանադրական մեծամասնություն չկազմի, եթե ինքը վարչապետ չընտրվի, ապա պատերազմ է լինելու, ընդդիմությունը վիժեցնելու է խաղաղության գործընթացը, որը ինքն է սկսել։ Դուք պատերազմի վտանգ տեսնում եք, թե ոչ, թե սա ուղղակի քաղաքական հայտարարություն է, եւ եթե իշխանության գաք, ապա ինչպես եք շարունակելու խաղաղության գործընթացը, այս հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Տեսեք, սեփական ժողովրդին ահաբեկելը, վախեցնելը Ալիևով դա մեղմ ասած անհեռատես, անբովանդակալից ահաբեկիչի վարվելակերպ է։ Պետք չի ժողովրդին ահաբեկել եւ անգամ օրեն նշում ասում են սեպտեմբերին պատերազմալն է, դա ոչ բարոյական է, ոչ էթիկապես ճիշտ է, ոչ էլ հարիր է երկրի ոչ բարով վարչապետի աթոռը զբաղեցնող անձին։ Ուրիշ մի երկրում դա այսպես ասած այդ մարդը աթոռին մի րոպե ավել չէր մնա, որովհետև դի հրաժարականը գրեր գնար տուն, բայց ունենք էլ ինչ որ ունենք, բայց ես կարծում եմ, որ եթե Հայաստանում կա մի ուժ, որը որ արհավիրք, պատերազմ, դժբախտություն, աղետներ բերել է, այդ աղետների ասոցացումը դա մեկ ուժի հետ են կապում, դա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է, ոչ թե նրա համար, որ դա ես եմ կարծում, այլ փաստերն են խոսում դրա մասին, թվերն են խոսում դրա մասին, 18 թվականից առաջ էլ, 18 թվականից, 20 թվականից հետո էլ աղետաբեր պատերազմներ, ոչ նորմալ բանակցային գործընթաց է տեղի ունեցել, հայտնի այդ գործընթացի մասին բազմաթիվ անգամներ խոսել են, թե ինչ ձևով ատարվել բանակցությունները եւ վստահել երկրի ղեկը մի իշխանության, որը որ ստախոսության մարմնավորումն է, կարծում եմ մեր հայրենակիցները այս անգամ իրենց վստահության քվեն չեն տալու եւ ոչ թե խոսքը գնում է սահմանադրական մեծամասնության, այլ իրենք առհասարակ կարծում եմ, որ ընտրություններից հետո խորհրդարանում լավագույն դեպքում լինելու են ընդդիմություն եւ այն ուժերը, որոնք որ կգան իշխանության, շատ ավելի արդյունավետ, շատ ավելի բալանսավորված եւ շատ ավելի ճիշտ եւ կարող են բանակցել եւ կարող են տարբեր ուժային կենտրոնների հետ ճիշտ հարաբերություններ կառուցել եւ դրա արդյունքում Հայաստանը վտանգներից զերծ պահել։ Իրենց պարագայում աղետը անխուսափելի է, որովհետև իրենք գործով ցույց են տվել, որ իրենք ոչ կարողանում են նորմալ բանակցել, ոչ էլ ճգնաժամային իրավիճակներում կարողանում են երկիրը կառավարել, որովհետև բոլոր ոլորտները տապալել են արտաքին հարաբերությունները, պաշտպանական ոլորտը, սոցիալ-տնտեսական ոլորտները, մենակ կարողանում են պարտք ավելացնել, արդեն մոտենում է 15 միլիարդի, ինչ էլ որ անում են անորակ եւ այդ առումով այս
անփորձների եւ անկարողների իշխանությունը պետք է հեռանա իշխանությունից եւ ես կարծում եմ, որ այդ պարագայում մենք հնարավորություն կունենանք երկիրը շենացնելու եւ ճիշտ ուղով եւ ճիշտ հունավորմամբ տանել առաջ։